Ժողովուրդ ջան, վլոգս բացում եմ, որակրոջս տարեդարձն է, ամսի 16-ն է, տորթը նվեր է ստացել, ծաղիկներն էլ հիմա կնկարեմ, տան մեջ աղմուկ է, տարեդարձի հիմա կնկարեմ ծաղիկներն էլ, սա ես եմ նվիրել որակրոջս, սա կարծեմ իրա թորնուհին, Նատալինա նվիրել, սա Անինա հավաքել, այս գեղեցիկ փունջը, այսպես, հիմա գնամ մյուսներ, սա առավոտյան Միացյալ Նահանգներից որակրոջս աղջիկը Լիրիթն է ուղարկել, այստեղ պատվիրել էին, բերել էին, իմ հորաքույրը իրա մորաքույրն է, սա տղաների կողմից, որակրոջս նոր ստացավ փոքր տղայի կողմից սպիտակ վարդերը, այսա հորաքրոջս կնկարեմ ձեզ համար, չեմ հուզվում էլ վերջ, այսօր ուրախ օր է, իմ շատ թանկ հորաքույրս, միշտ մնաս սենց սիրուն, ջահել, գեղեցիկ, Իվ ջան, քեզանից սովորենք շատ բան, շատ շնորհալի է իմ հորաքույրս, նենց ձեռք ունի, նենց ձեռք, այստեղ որ հիմա ինձ ցույց տամ ամբողջ իր ձեռքի շնորհքն է, իր ձեռքով կարած, սիրուն, իմ հորաքույրը դերասանների համար հագուստներ է կարել ժամանակին, երգիչների համար, երգչուհիների համար հագցրել է մեր հայ դերասանուհիներին, այնպես որ ժողովուրդ ջան, այս էլ իրա գեղեցիկ փունջը, ապրես ջան, ապրես, շատ մերսի, ջան, մայիսի 17-ն է, ուզում եմ ձեզ մի հատ երկինքը նկարեմ հələ մի հատ տեսեք ինչ է կատարվում, մամա ջան, այս ինչ հոստոմպի շերտ է, Արարատը բաց է, կիսով չափ, ասեք մոտեցնեմ, բայց երկինքը, թե ինչ է կատարվում, ես ոնց որ լուսամփոփ լինի, չէ, հիմա այսպիսի լուսամփոփներ պատրաստում են ամպի տեսքով, ինչ գեղեցիկ է, բայց միևնույն ժամանակ վախենալու, կարծում եմ լավ որոտ է լինելու, ամպրոպու որոտ, Արարատը, ոյ, գեղեցիկ էր, դրա համար ցանկացած ես հետ կիսվել, այսպես, ջան ողջույն, այսօր պատվեր են կարել, անկեղծ ասած այնքան վատ եղանակ էր ուզում էի տանից դուրս գայի, բայց անընդհատ քնած վիճակ էր մոտս, Վահանը մտածեց, ասեց արի չինական ինչ-որ մի բան պատվիրենք, կոչվում է Made in China, հիմա տեսնենք այս ինչ է այս Made in China-ն, առաջին անգամ ենք իրենցից պատվիրում, մեր սեղանը երբեք չի հավաքվում, որովհետև մեր տան քաղցրավենիքները շատ են, փայտիկներ ունեն, այսպես դնում եմ, ոչ ոք չի ուտում, սա ինչ է Վահան ջան, մի հատ տեսնենք, վրան գրված չեն, ոչ մեկի, սա ինչ է գրած, չաույա, լավ, եկեք հերթով բացենք, տեսնենք, ինչ կա այստեղ, ինչ որ մեկը կայ էր կոչվում, տեսնենք, ինչ ունենք այստեղ, սա, չգիտեմ, հա, սա հավով է, սա հավով, այս ինչ էլ անուշ բույր ունի, ինչ որ սերմեր է մեջը, խավ, տակը բրինձ է, եթե չեմ սխալվում, չէ Վահան, բոլորը բրնձով են, հիմա սա բացենք, տեսնենք այստեղ ինչ ունենք, սա լապշա է, քաղցր թթու, հա, հիշեցի, քաղցր թթու, չէ, ինչ որ կծու, հա, սա այսպես, սա բացենք, տեսնենք սա ինչ է,
Սա չգիտեմ ինչ չեմ հիշում։ Անունները չեմ հիշում։ Հələ Վահան ջան, տեսնենք, որը ինչ է, ես մինչև սա ցույց տամ, սա հավով աղցան է, այսպես կտրատած, տեսնում եք, կտորների բաժանած հավ է, սա Էրիկը ուզեց, սպիտակուց որպես, թե մենք էլ կօգտվենք բնականաբար, սա միայն Էրիկին շատ է, մենք երեքով ենք, տեսնենք, որից է Վահանը պատվիրել հիմա, որն է Վահան ջան, դայնամիտ հավն է, սա Էրիկինն է, դայնամիտ է կոչվում, դինամիտ, դայնամիտ հավով, սա կայը, չոմեին հավով, նույնն է իրար, չէ, մեկը հա, երևի սա չոմեին է, սա էլ կայը, մենակ կայն էի հիշում, և հավով աղցանը, ինչ, տորիկացու, հա, սա էլ կոչվում է տորիկացու, այսպես անուշիկները սոված ենք, ահա որ սոված ենք, ես այսօր առավոտից համարյա ոչինչ չեմ կերել, հիմա ուտեմ, հետո ձեզ հետ կկիսվեմ, կասեմ լավներ, արժե թե ոչ, ժողովուրդ ջան, ողջույն, առանց ձեզ դուրս է եկել, համարձակությունը կատակ եմ անում իհարկե, անուշիկներս պարզապես խանութներում նկարելը հեչ հարմար չի լինում, նախ մարդաշատ է լինում, երկրորդն էլ մոռանում ես, երբ որ մարդաշատ է լինում, խառնվում ես իրար, արդեն չգիտես, նկարես թե ինչի համար որ եկել ես, դա անես, դրա համար էլ Վահանը վրաս բարկանում է, ասում է տանը ավելի լավ է նկարես, բայց ժամանակ առ ժամանակ կնկարեմ, այսօր երկու խանութում եմ եղել, Սիթիում եմ եղել և Զովքում, մեզ մոտ, շատ մոտ չէ, բայց այդքան շատ հեռու չէ, Զովք նոր խանութ են բացել, գնացինք այնտեղ, հիմա սկզբում ցույց տամ Զովքինը, հետո նոր Սիթիինը, ուրեմն ելակ եմ գնել, արդեն տեսակ արանքից այսպես ծիկրակում էր, 1 կիլոգրամի արժեքը 2090 դրամ է, այստեղ 2 կիլո 450 գրամ է, անուշիկներս, ես ելակ շատ եմ սիրում և ընդհանրապես ասեմ ձեզ, ինձ մոտ դա դժվար է ստացվում, բայց ստացվում է, չեմ ասում, ես չեմ կարող նիհարել առանց որևէ միջամտության վիրահատական, հա, չեմ կարող նիհարել 20 կիլո, 30 կիլո, դա սուտ կլինի, նախ տարիքս արդեն նյութափոխանակությունս է դանդաղել, հա, բջիջներն են դանդաղում և այլն, և չեմ ասում, որ մեծ եմ, կամ ես ինձ մեծ եմ զգում բոլորովին, ես 1020 տարեկանից գուցե շատ ավելի երիտասարդ եմ էությամբ և հոգով, բայց միևնույն է, հա, մարմինը, ոսկորները, բջիջներն իրենց գործն անում են, էության հետ դա բոլորովին կապ չունի և դանդաղում է այդ նիհարելու պրոցեսը, դա է ուզում ասել, երեկոյան ուտում եմ ելակ, դուք էլ փորձեք, երեկոյան կերեք քնելուց առաջ ելակ, այսինքն ժամը եթե 11-ին եք պառկում, ժամը 9-ին ելակ կերեք, քնելուց 2 ժամ առաջ, առավոտյան կշռվեք, կտեսնեք 500 գրամ պակաս է ցույց տալու, այսպես 200-ից մինչև 500 գրամ հաստատ պակաս է ձեզ ցույց տալու, այսպես, սա ելակի պատմությունը, այս տարի ելակները մեր մոտ շատ խոշոր են, շատ մեծ են, մենք տանը մի հատ այսպիսի նորից վերջացրել ենք, մի քանի հատ կա մեջը, մոտավորապես մի կես կիլոյի չափ կա, որպեսզի չպակասեր, մեքենայով էի մի անգամից վերցրի, այսպես, սա գնել եմ Էրիկիս համար, ինչ է, սա տարաներ է, տեսեք, այդ չինական 1-1 հաճախ չի ուտում և ես էլ չեմ ուտում հաճախ, գուցե տարին, հա, սենց ասեմ, տարվա մեջ 2 անգամ եմ ես ուտում, չինական լապշաները շատ եմ սիրում, հա, և սա իր ամանով էր, 3 հատը 240 դրամ էր իր կափարիչով, տեսեք, թերմո, որ մեջը պատրաստի այդ լապշաները, դա այդպես, սա Զովքի գնումներն է, գնել եմ ձու, չկար իրենց հատով ձուն են խոշոր, հա, սա գիտեք որ ձվի նման է, էկոյի նման է, վրան գրված է թարմ,
թարմ։ Մի խոսքով, հետո սա Վահանն է գնել, այսպիսի թխված քավլիթներ է գնել, նոր կարտոֆիլ էի գնել, սա պղպեղ այսպիսի կծու, պղպեղ եմ գնել, ծիծակ, ժողովուրդ ջան, ոսկու գին է, ոսկու գին, 350 դրամ, մեկ հատը, կիլոգրամը 3500 դրամ է, ես նման բան չեմ տեսել, առաջ 50 դրամ, 100 դրամ էր, կոմիտասում, չգիտեմ սա հիմա ինչա ծիծակը դարձել ոսկու գին, չգիտեմ, կարող ծիծակից ուզում են մատանի սարքեն, չգիտեմ, սա նոր կարտոֆիլ եմ գնել, այսօր ուզում եմ դնել այրոգրիլի մեջ, ջեռեփուկի մեջ եմ ուզում դնել, ջեռեփուկ, ինչ են ասում, հա էլի երևի, այրոգրիլ, հա դրա մեջ պատրաստելու համար ցույց կտամ, թե ինչով եմ պատրաստելու, սիթիում թանկ էր 800 քանի դրամ էր, նո այստեղ էլի 700 դրամ 690, հա մի խոսքով, ահա, հետո հիմա նա էլ բերեմ, զովքի այսօրվա մեր առևտրի մեջ մտնում է մի հատ մեծ սթեյքի կտոր, տեսեք, գնել եմ պարզապես փորձելու համար, որովհետև Էրիկն էր շատ ուզում, հիանալի սթեյք էր, այնտեղ 5-6 հատ իրար կպած էին, բայց դե այդքան ինչ ենք անում ժողովուրդ ջան, նախկինն էր շատ թանկ, ասեմ, եթե գնայինք բիկում ուտեինք, բիկ, եթե գնայինք հյուսիսային պողոտային տեղ ուտեինք, շատ ավելի մատչելի կլիներ, քան գնելը, տեսեք արժեքը, ձեզ ցույց տամ, արժեքը 6890 դրամ է, սա մի կիլոից մի փոքր է պակաս, 952 գրամ է, բայց Վահանը ցանկացավ Գորդոն Ռամզիի նման սթեյք պատրաստել, Էրիկն էլ վաղուց էր ուզում, հայր ու տղա պիտի պատրաստեն կամ թողնեն ինձ վրա, կտեսնենք օրը գա բարին հետը, գնել եմ հավիկը քամիս, հենց ոսկորով, ես ինքս ոսկորահանում եմ իրեն, կարիք չկա, որ թանկ կրակ առանց հենց միայն ֆիլեն գնել, սա արժեր 1940 դրամ, սիրելիներ, 1 կիլոգրամը, ահա, հետո սիրտս ինձ ուզեց, հիմա հանեմ, հավի քարաճիտ, շատ եմ ես սիրում հավի քարաճիտ, ինքան լավն էր տեսքը, 1 կիլոգրամը 1900 դրամ է, կես կիլո ամեն մեկից վերցրել եմ և հավի սիրտ, ինքան խոշոր սրտիկներ էին, մի խոսքով, ամեն մեկից կես կիլոգրամ վերցրել եմ, սիրտիկը մի քիչ թանկ է, 2400 դրամ, ահա, ես կես կիլո էլի վերցրել եմ, խառնեմ իրար, սոխով պատրաստեմ չախոխբիլի, սա այսպես և այստեղ ունենք ևս ուրեմն հավի ուսիկներ, այսպիսի հավի ուսիկներ եմ գնել, էլի կամ ջեռոցում, կամ սուպիկների մեջ կտեսնենք ինչպես կպատրաստենք մեր տանը, պասեք ճիշտ անունը ասեմ, տորիչերյան դատարկություն էր, ես մի անգամ ասի տոլիչերյան, Վահանը ջղայնացավ, ասում է տոլիչերի չի, տորիչերի է, դու կարդացած աղջիկ ես չգիտես, ասի լավ այսուհետ կիմանամ, ահա, սա մեր զովքի առևտուրներ, հիմա ասեմ, թե զովքում որքան ենք վճարել, զովքում վճարել ենք 20,080 դրամ, սիրելիներս, բայց տեսեք ինչքան սթեյք եմ գնել, մեծ ելակ եմ գնել, մսեղեն եմ բավական գնել, լավ է, այդքան էլ ինքը շատ թանկ չի գալիս, սա իմ զովքի առևտուրը, հիմա անցնեմ առաջ, ձեզ ցույց տամ արդեն սիթիի գնումները, ահա, այսպես, ուրեմն սիթիից գնել եմ հաց, մի հատ վրացական մատնաքաշ, մի հատ մոտեցնեմ, օպա, այսպես, սա Վահանի գնումն է, նախորդ անգամ մի հատ էր գնել, Լինդորի ձուն է, այս Լինդորի ուրեմն կոնֆետներով մի հատ էլ ունենք տանը,
ասեմ զեղչվել էր, դրա համար է գնել, կարծեմ 4000 դրամից իջել էր 2000 դրամ, այսպես, այստեղ մեջի ինքը ուրիշ կոնֆետ է գնել, մի հատ հանեմ, 2 հատ, այս, այ Վահան ջան, օպա, 2 հատ է սրանից է գնել, այս գոլդերից, չգիտեմ սա ինչ կոնֆետ է, ասում է շատ լավն է, կերել եմ և մեջ է այս ձվիկն է, տեսեք, ձվիկի մեջ էլ այդ կոնֆետներն են, դեռ չեմ փորձել, չգիտեմ, սա լինում է Իտալիայում հիմնականում, Իտալիա, Իսպանիա, եվրոպական երկրներում զատիկից առաջ, զատկական է ինքը, այստեղ էլ եմ բերում, բայց այստեղ բավական թանկ եմ բերում, հետո, սա կտրոնը, այնուհետև գնել եմ, սա զեղչվել էր, հետաքրքիր էր ինձ, կևյան կոտլետներ, մեկ արագ լինելու համար և երիկը և մենք, որ ձեռի հետ այսպես շտապում եմ, ուշ ենք տուն գալիս, արագ, սա դնում եմ այրոգրիլի մեջ, ինքը անմիջապես լինում է, սա նորույթ էր, դրա համար գնեցի մոցարելա պանրով, սա այսպես, սա Վահանն է գնել, հնդկահավի նրբերշիկներ են, էլի ինքը սիրում է, երեկոյան, այդպես գարեջրի հետ, սիրում է հացով մի բան ուտի, սա էլ է Վահանի գնումները, Ռուբլովսկի, իդեպ, ես 15 տարի ապրել եմ Ռուբլովկայի վրա Մոսկվայում, Ռուբլովսկե շասե, եթե ձեզ ծանոթ է, Ռուբլովսկե շասե, Ռուբլովսկիի կողքից մենք մտնում ենք Կրիլացկի, որտեղ հին Ցարսկի Սելոն էր, Կրիլացկի խալմի, այդտեղ ռեստորան կար, հենց Կրիլացկի խալմի, հիմա Կրիլացկի ագնի շենքերն են, բարձրահարկ, արդեն նորակառույց չեմ ասի, որովհետև մոտ 25 տարվա շենքեր են դրանք արդեն, այդտեղ պապաս աշխատում էր, ռեստորան կար, մենք էլ հենց այդ շենքերում էինք ապրում, շատ մոտ 2 քայլի վրա, դիմացը մեր վելոտրեկն էր, այնտեղից իջնում են Գրեբնոյ կանալ, հետո Սվիտոյ Բագարոդիցայի եկեղեցին էր, քայլելով մամայիս հետ իջնում էինք Ռադնիկ, այդտեղ աղբյուրի ջուր կար, միշտ գնում էինք ջուր բերելու, իջնում էինք, ձոր էր ինքը, իջնում էինք այնտեղից ջուր բերելու, մասա տեսա, դա դրա համար հիշեցի Ռուբլովսկե շասե, այնտեղ կա Ռիո մոլը, նոր վաղուց են բացել իհարկե Ռիո մոլը այնտեղ, մենք հաճախ էինք գնում մամայիս հետ այնտեղ Ռիո մոլ և շրջելու և գնումներ անելու համար, մի խոսքով, այսպես հիշեցի, արևածաղիկ, սա հերիկիս համար, այս կոլոլակները սիրում է, լոլիկ եղյուսով պատրաստում եմ, ռեհանով, ինքը շատ համեղ ուտում է, հետո, սա այսպիսի հավի կոտլետ, էլի ասեցի Էրիկ ջան, ես հավի կրծքամիս եմ առնելու, որ ինքս պատրաստեմ, ասեց մամ, դու էլ պատրաստի, բայց նրանից բեր, ես շատ եմ սիրում, էլա, իմ հետևորդուհին ասաց, որ սրանք սառեցված մսերով են պատրաստում, ես հետաքրքրվեցի, այո, տեղական մսերն են, տեղական, սառեցված բրեկետներն են, իմիջիայլոց ասեմ, միսը սառեցրեք, հետո նոր եփեք, որպեսզի բակտերիաները բոլոր մեջի վերանան, դա ինձ ասել է իմ պապան, հետո, այս սրանով եմ այսօր պատրաստելու, իմիջիայլոց Queen Burger-ը ևս հավի իր թևիկները այս նույն բրենդից է պատրաստում, Crispy Chicken Wings, խրթխրթան հավի թևիկներ, սա նոր կարտոֆիլի հետ կդնեմ այսօր ջեռոցը և երեկոյան արդեն ուտելու բան կունենանք, սա այսպես, հիմա հաջորդը, անցանք առաջ, այստեղ գնել եմ հեղուկ, աման լվանալու ֆրոշի, իմիջիայլոց ես իմ սպասք լվացող մեքենան հաճախ չեմ օգտագործում, երբ որ մեր տանը շատ հյուրեր է լինում նոր, իսկ այնպես մենք 3 հոգի ենք, ժողովուրդ ջան, 3 հատ ափսեն լվանալը կարծում եմ կնոջ համար
Էլի զլանանք, թե կդառնանք լրիվ ռոբոտ։ Սա եւս էլի արևածաղիկ Վահանի համար գարեջրի հետ, հետո աղցաններ, այս անգամ գնել եմ 2 հատ վինեգրետ, 2 հատ վինեգրետ եմ գնել անուշիկներս, գնել եմ մի հատ այսպիսի, սա շատ թումաչ էր, շատ բարձր էր գինը, բայց ասեցի մի հատ փորձենք, հետո կար միսը կորեական ձևով, բայց դա չվերցրեցի։ Սա սմբուկով, էլի գազարով, կորեական աղցան է, չգիտեմ, կփորձենք, ջուրներս կգա ավելի լավ, սա էլ Վահանի աղցանն է սիսեռով, քունջութով էլի, շատ պրոտեինով հարուստ, ինքը աղցան է, ինչքան է մեջը, տեսեք, այստեղ նույնիսկ կա ճարպերը, սպիտակուցներ 5.6, բայց սխալ են գրել, որովհետև քունջութը ինքը, չէ, քունջութ չի, բլղուրը ինքը բավական շատ սպիտակուց է պարունակում, էլ սիսեռը էլ չասեմ, թե ինչքան, մենք այդ տակես դիթայյուղը չենք ուտում, ոչ մի անգամ էլ այսպես հացով, մացով, չգիտեմ, թաթախել ուտել, չենք սիրում տենց չենք ուտում, սա այսպես, հետո գնել եմ մի քանի կանաչեղեն, սոխ եմ գնել բարակ, համեմ եմ գնել անուշիկներս, 2 հատ թարխուն եմ գնել, թարմ սխտոր, իդեպ սխտորի համար եւս ձեզ հետ կիսվեմ, սխտոր շատ կերեք, եթե վախենում եք հոտից, մեջի կանաչ այն հատվածը, որ կիսում եք բջեղը, ինքը ատամիկը լավ, այսպես ասեմ, հա, մեր տնավարի չասեմ, ատամիկը երբ որ կիսում եք, մեջտեղը կանաչ ցողունիկ կա, այդ ցողունիկը որ հանեք, համ չի ունենա սխտորը, բայց սխտոր շատ կերեք, ինքը շատ ուժեղ պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ, նույնիսկ արկա քաղցկեղի դեպքում սխտորը հիանալի կարողանում է դրանց դեմն առնել, սիրելիներս, եւ շատ օգտագործեք պալին գորկիի մասին, ես առանձին կխոսեմ, մամայիս էի ես դա տալիս, հետո ինքը հրաժարվեց, չխմեց, պապայից հետո մի խոսքով, մի օր ես դրա մասին ձեզ կպատմեմ, պալին գորկին հենց ինքը համարվում է համար 1 պայքարողը քաղցկեղածին այդ բջիջների դեմ, Աստված առողջություն տա բոլորիս, Աստված ջան, գնել եմ այսպիսի բարիլայի մակարոններ, իմիջիայլոց ասեմ, Իտալիայում բարիլան բոլորովին էլ համար առաջին մակարոնը չի, հենց այնա, որ այնտեղ շատ քիչ են օգտագործում, բարիլա ինքը լավը չի համարվում, ահա, գնել եմ սոխս ծլել էր, արդեն բանի պիտանի չէր, սա Վահանն էլի վերցրել, լա գրիլեի շաշլիկա, կեչուպ, 100% տոմատ, եւ աղացած եփած կարմիր պղպեղ ճաշերի համար, քանի որ մենք տոմատի մածուկը չենք օգտագործում, չենք մարսում ուղակի, սա Էրիկի համար է, իր peanut butter-ը, էլի իր մեջ պարունակում է շատ մեծ քանակությամբ պրոտեին, սպիտակուցներ, այստեղ եկեք նայենք, հա, Էրիկն է ինքը, սա իր ընտրությունն է, ես դրա համար եմ ասում, փայլում է, չի երևում, 14 գրամ, ուզում եմ կոնկրետ պրոտեինը գտնեմ, չեմ կարողանում գտնել, բայց եթե Էրիկը նայել է, ուրեմն գիտի, ես կճշտեմ իրենից կասեմ, հենց այս տեսակը, եւ այստեղ ունենք 2 հատ ավոկադո, որը զեղչվել էր 470 դրամ, եւ մի հատ ջուր, կարիքը կար այնտեղ ջուր խմելու, ջուր գնեցինք, եւ այս ամբողջի համար վճարել ենք, սիրելիներս, տեսնեմ, 22,863 դրամ, տեսակ,
տեսակ այնտեղ սառեցված մսեղեն չէի գնել, այստեղ էլ սառեցված մսեղեններ եմ այսպես գնել, տեսակ այս հավի թևիկներ, կոտլետը, այս կոլոլակը, հա, մի խոսքով այն մյուսը, այն որ ասեցի պաներով, սա այսպես, սա էլ կարծում եմ, որ սիթին ավելի թանկ է, քան զովքը։ Այսպես սիրելիներս, ձեզ այստեղ հրաժեշտ տամ, ոտքերը շատ հոգնած են, ձեզ հրաժեշտ տամ մի հատ սուրճ ըմբոշխնեմ, Վահանը գնացել է սուրճի հետևից, գնացել է հատուկ սուրճ բերի այս սուրճի մեքենայի համար, վերջապես լեզուն հասկանում ենք, հիմա կթեքեմ ձեր խոսենք, մի քիչ կզրուցենք, վաղուց չենք զրուցել։ Ջան, քանի ծաղիկներս ծաղկած են, ուզում եմ ձեզ ցույց տամ, տեսեք, այս մի ծառը, տեսեք, թե ոնց է մեծացել, բարձրացել, այստեղ էլի ծաղկել է, այսպես ծաղիկներ ունի, սա կալանխոյնա, ամբողջ թափվել է այն ծաղիկները, մա հավաքում եմ այս կողքերից, մտել եմ, մաքրություն եմ անում, սա կալանխոյնա, սա եռագույն կալանխոյ է, ամեն ծաղիկը մի գույն է լինելու, սա այս գույնն է, այսպես, այս իմ նուռը, նռան ծաղիկը, այստեղ Վահանը ասեց 3 հատ հա հեսա նուռ ա տվել, տեսեք, սա մեկ, երկուսը չեմ գտնում, որոնք են, սա էլ տեսեք կակտուսը, այն որ միջանցքում ունենք, տեսեք ոնց է մեծացել, գնացել է այն կողմ, ահա, այստեղ էլ այսպես հեսա կհավաքենք, ամբողջ չի մաքրվում, անդադ ջուր ա թափվում, որ ջրում ենք, տեսեք ոնց է մեծացել իմ կակտուսը, մեծ սա էլ այս կողմ ա եկել, այսպես հեսա, տեսեք, այ հեսա, այսպես, մի խոսքով հրաշք ծաղիկներ ունեմ, ծաղկող, տեսակ արդեն մեծ ծառ է դարձել, այ այսպես, սա էլ այս մյուս ծաղիկներից է, Վահանը դրել է, դրանից է մեջը աճել, հեսա ցույց կտամ, սա է, տեսեք, ահա, այն որ տեսակ, ես էլ իմ ճնշման ապարատը, այսպես, մի խոսքով անուշիկներս, հիմա պետք է այս ծաղիկների փոշիները հավաքեմ, ու անցնեմ իմ մնացած գործերին, ձեզ էլ ասեմ, առայժմ սիրում եմ բոլորիդ, մաղթում եմ գեղեցիկ ու լավ օր, աստվածաշատ, գունաշատ, ծաղկաշատ, շատ արևոտ օր, ջան, Էրիկիս տարեդարձն է 19-ամյակը, դուրը թակի, չգիտեմ ինչ վիճակում ա, տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր, տարեդարձ է մեր Էրիկին, տարեդարձ է այսօր, ուռա Էրիկ ջան, ուրախ տղա լինես, ընդունվես, լավ սովորես, լավ մարդ դառնաս, հպարտանանք քեզանով, ցավը տանը միշտ հպարտացել ենք, Աստծո օրհնությունը քեզանից անպակաս, Արև ջան, իմ ու պապայի ձեռքը քեզանից անպակաս, տատիկ պապիկիդ օրհնությունը երկնքից քո հետ լինի, ցավը տանեմ, դե փչի, ուռա, ասել պապիկին ծապ, 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 իմ վարդերը ժողովուրդ ջան, Վահանս է բերել, Էրիկիս լույս աշխարհ բերելու կապակցությամբ, պիոնավարդեր չքնաղ, ինքան չքնաղ են, շատ գեղեցիկ են, ես ինչա լավ ֆոկուսի չի բերում, լավ ֆոկուսի չի բերում, այսպես,
Ժամանակը շատ արագ է անցնում 19 տարիները թե ոնց անցան մի ակնթարթի պես հիանալի հիշում եմ Հերիկիս ծնվելու տարին կպատմեմ ձեզ առավոտ թող լույսը բացվի հիմա գիշերը կեսգիշեր է արդեն լույսը բացվի կմիանամ ձեզ անուշներս իսկ հիմա ասում եմ ում տարեդարձն է այսօր թող շնորհավոր լինի Աստծո օրհնությունը անպակաս լինի բոլոր այն մարդկանցից ովքեր այսօրը ծնվել են եւ ովքեր նրանց լույս աշխարհ են բերել որովհետեւ այսօր ավելի շատ մեր օրն է ասում է երեխային հարց են տալիս ինչ նվեր է տվել քեզ մայրիկդ ասում է կյանք այո այսօր մենք կյանք ենք պարգևել մեր բալիկներին մեր զավակներին ովքեր որ այսօր ինձ հետ ունեցել են եւ առհասարակ ովքեր այսօր ծնվել են նրանց մայրիկներին էլ թող առողջություն լինի ահա այսպես անուշիկներս թե ինչ բարի եւ խաղաղ գիշեր Ժողովուրդ ջան, մենք խելոք նստած էինք, Էրիկը քանի որ ոչ միտեղ չէր ուզում գնար, մենք իրան համոզում էինք մինչև վերջի վարքյանին ու այն որ ասում ամեն մեկս մի անկյունի վրա անգել պարկել էինք, ես բազմոցին վլոգ էի նայում, Էրիկը ոտքերից տակ էր, դուռը ծեծեցին, ներս են մտնում մորաքույրս, քեռակինս, մորաքրոջս հարսը, իր տղաների հետ ու Էրիկին այսպիսի անակնկալ, մորաքրոջս հարսը գայանես ա թխել, ապրի գայուշիկս, ապրի, իմ գայանս, այսենց, ասմա սիրով, իրանման սիրով տորթ ա թխել, Էնպես որ ժողովուրդ ջան, մեր ծնունդը այսօր այսպես ստացվեց, առայժմ եմ ասում, հետո կմիանի օր սիրելիներս, բարի օր վերջապես ես միացա ձեզ տեսահոլովակում, երբ ասում եմ անջատեմ գնամ ձեզ միանամ, չկարողացա, որովհետև ինձ զանգեր էին գալիս, եղբայրս զանգեց, օրակույրս զանգեց, մի խոսքով, երբ որ ընկնում է զանգերով, օրդ անցնում է։ Դրանից հետո ես հիվանդացա։ Հիմա վատառողջ եմ, այդքան էլ դեռ չեմ ապաքինվել, կապված տամոքսի հետ, մրսացրել եմ ինձ շատ լավ ու անընդհատ արդեն քանի գիշեր ես չեմ կարողանում նորմալ քնել եւ ցերեկներ ինձ լավ չեմ զգում։ Պատճառն էլ դա էր, որ Էրիկիս տարեդարձը այդքան տրամադրված չէինք նշելու, բայց եթե ինքը ցանկանար, ես վստահաբար պատրաստ կլինեի։ Ինքը չցանկացավ եւ մերոնք մորաքույրս քեռակինս տեսակ մորաքրոջս հարսը մեծ անակնկալ արեցին ասում եմ մենք պատրաստ չէինք որովհետեւ եթե որևէ առիթ մեր տանը լիներ առաջինը ես եղբորս եմ ասում բնականաբար իր ընտանիքով հետո նոր մնացած իմ բարեկամներին եմ ասում բայց սա մորաքույրս ինձ մի օր առաջ զանգ էր տալիս, երկու անգամ ինձ զանգ է տվել եւ տարեդարձի օրը զանգել ասում է ինչ ես անում, ինչ ես, այ մորքուր ջան, բան չեմ անում, ազնվությամբ բան չեմ անում, հետո եկել ասում մեռա նամյոկ անելով, ինչ ես անում Մի խոսքով ժողովուրդ ջան, տարեդարձը շատ լավ անցավ, դե այդքանով էինք, զանգեցի Անին արդեն տանը չէր կարող գալ, տանից երեխեք դուրս էին եկել, այդքան էլ հեշտ չէր գալը, գործով իրենք արդեն պլաններ ունեին, հա, դրա համար էլ այդպես չեկան, մի խոսքով, Էրիկս դարձավ 19 տարեկան, եւս 1 տարով մեծացավ, հորաքրոջս հետ կապված տարեդարձը տեսակ տեղադրել եմ, բայց մոնտաժել եմ, որովհետև հորաքրոջս նկարել էի, բայց երկուսս էլ լացկան ենք, ժողովուրդ ջան, սարսափելի լացկան ենք, ես մինչև խոսեցի, մինչև շնորհավորեցի, այդ ձայնագրության երևի մոտ երևի 5 րոպեն ես ու հորաքույրս լաց ենք եղել, դրա համար կտրել եմ, այնտեղ ասում եմ, էլ չեմ հուզվելու
Ինչևից է անուշիկներս։ Դե մրսելն էլ մրսել եմ, մոռացել եմ, որ ես այլևս 20 տարեկան չեմ, որ ես արդեն կես դար ապրում եմ այս երկրի վրա, մազերս էլ ներկել եմ, մի քիչ մուք է ստացվել, ինձ դուր չի գալիս անկեղծ գույնը, գուցե ասեք սազում է, մի քիչ ավելի երիտասարդացնում է, բան չունեմ ասելու, բայց ինձ համար սա մուք գույն է, սա մուք է, դե լավ, ոչինչ, դրա համար ես չեմ տխրում, կլվանամ կթափվի գույնը, ես տենց բաների վրա չեմ կենտրոնանում և չեմ նեղվում, մի բան, որ պետք է լվանում ես, ինքը թափվում է, մի խոսքով անուշիկներս, այսպիսի բաներ, դրա համար էլ ուշացրեցի իմ տեսանյութը, շատ էի ուզում շուտ դնել, շուտ ներկայացնել դեռ հենց այն օրը, երբ որ հորաքրոջս տարեդարձ էր ամսի 16-ին պետքա դնեի, բայց այդպես էլ չստացվեց, հետո հիվանդացա, մի խոսքով ժողովուրդ ջան, հիմա ապաքինման այդ ճանապարհին եմ, չգիտեմ, այսօր ինձ Անին խորհուրդ տվեց ռեգիտրոն խմել, մոռացել էի դրա մասին, ես միայն ջերմուկ և օմեպրոզոլ էի խմում, տեսնեմ, հիմա դա եմ խմում, տեսնեմ ինչ վիճակի կլինեմ, հուսամ լավ կլինեմ, դուք լավ եղեք, դուք առողջ եղեք, չեմ ուզում անդրադառնալ քաղաքականությանը, բացարձակ, բայց ես մի բան կասեմ և այդպես էլ դաստիարակում եմ իմ որդուն, երբևէ չհամարձակվես ոչ մի գումարի դիմաց վաճառել երկիրդ, ես չեմ կարող ոչ մեկի ասել ում ընտրեք կամ ումի ընտրեք, դա յուրաքանչյուրիդ ընտրությունն է, քանի որ մենք ժողովրդավար երկիր ենք և ունենք իրավունք ընտրելու ու ես ոչ մեկի չեմ կարող ասել, ում համախոհնեք, ում կընտրեք, ինչի եք ընտրում, գուցե նրա մեջ շատ ավելի լավ բաներ եք գտել, բայց այնուամենայնիվ սիրելիներս, ինչպես ասում են, ձու գողացողը ձի էլ կգողանա, հայրենիք վաճառողը իրեն էլ կվաճառի, մորն էլ կվաճառի, զավակին էլ կվաճառի և երբեք, ինչպես մամաս էր ասում, ով չի քաշի։ Ոչ մի գումար, գնացեք պարզապես ձեր ընտրությունը արեք առանց ոչ մի գումարի դիմաց սիրելիներս, հայրենիքը չի վաճառվում, չի կարող վաճառվել, ինչևիցե, ես խաղաղություն եմ մաղթում մեր բոլորին, արևոտ օրեր, չնայած երկու օր Սուրենյանը ասեց ամսի 29-ին և 30-ին 8-ից 10 աստիճանով ջերմաստիճանը իջնելու է, սա էլ ես նորությունն էլ ձեզ հետ կիսվեմ, հետո արդեն ամսի 1-ից նույնչափ կբարձրանա, այսինքն 8-ից 10 աստիճան, նորից կբարձրանա, ի վերջո գնում ենք դեպի ամառ, այս էլ մեթեո նորություններ, որ ոչ մի բանից հետ չմնանք, այսպես սիրելիներս, դե ինչ ձեզ գրկում եմ, համբուրում եմ, սա տեղադրեմ, ճիշտ է, հիմա էլ ինձ այդքան լավ չեմ զգում, բայց այնուամենայնիվ որոշեցի մինչև չերևամ էկրաններին չտեղադրեմ, դրա համար էլ մի քիչ ձգձգվել է սիրելիներս, ներողություն եմ խնդրում ուշացման համար, կփորձեմ, կաշխատեմ ավելի հաճախ տեղադրել, կաշխատեմ, ի դեպ, մոնետիզացիայի համար էլ ասեմ, արագ Հայաստանում արդեն մոնետիզացվում է, մենք դիմել ենք Էրիկիս օգնությամբ, իմ ալիքը AdSense-ը արդեն իմ ալիքը գրանցել է Google-ին և պետք է սպասենք 1 ամիս, որպեսզի Google-ը հաստատի, հիմա կտեսնենք, կհաստատի թե չի հաստատի և ես ճշտեցի այստեղ կարծեմ 100 դիտումը, թե 1000 դիտումը 50 ցենտից մինչև $3 է, դոլարով է վճարվում, այնպես որ և այդ գովազդները, որ կան, որ բոլորիս նյարդայնացնում են, ես անցած անգամ խոսում էի, ինձ մոտ կտրվել էր այդ հատվածը, կանգ էր առել, խոտան էր ինչ-որ եղել, փորձեմ այս անգամ էլ ասել, որ այդ գովազդներն են, որ գումար են բերում, փոքրիկ այդ ցենտիկները, որ գալիս են, բլոգերներին հենց այդ գովազդների հիման վրա են
այդ աշխատավարձը մենք ստանում սիրելիներս, եթե գովազդը չի դիտվում, գումարը չի գալիս, երևի հենց այդ 50 ցենտն է, էլի, հա, չդիտելու դեպքում։ Ինչևից է, ձեզ խաղաղ օրեր, արևոտ օրեր, երջանիկ ու պայծառ, ծաղկաշատ, արևաշատ եւ աստվածաշատ խաղաղություն լինի սահմաններին, մեր զինվոր տղաներին Աստված պահապան լինի, իր զորավոր աչով պահպանի, պահի, բոլորդ առողջ լինեք, ես ձեզ անչափ սիրում եմ եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ է Սեդան, սիրով